Կանայք ավելի շատ են խաբվում հպարտության աղտից, ինչպես նրանց մայրն ու պատկերը Եվան առաջինը խաբվեց, որովհետև հայելու մեջ տեսնում են իրենց գեղեցիկ պատկերն ու զգեստների պայծառ զարդերը, մտովի բարձրացնում են իրենց անձը, ինչպես լեռ, բայց ընկնելով կործանվում են իրենց մայր Եվայի պես։ Կայենի դուստրերից մեկը սովորեցրեց և նրանք զարդարեցին և պճնեցին իրենց դուստրերին դևի պես։ Աստծո որդիները, որոնք Սեթի զավակներն էին, տրփանքով վավաշոտախտով լցվեցին, խառնակվեցին Կայենի դուստրերի հետ և Տիրոջ հոգին հեռացավ նրանցից։ Սրա մասին գիրքն ասում է. Աստծո որդիները խառնակվեցին մարդկանց դուստրերի հետ։ Մինչդեռ ոմանք սխալ հասկացան այս և տկիտաբար կարծեցին, թե աստվածային գիրքը հրեշտակների մասին է ասում։ Կանայք այստեղից սովորեցին պճնել իրենց ու իրենց դուստրերին, կորստյան պատճառ դառնալով բոլոր իրենց նայողներին, որովհետև ներկում ու փայլեցնում են իրենց երեսներն ու սևադեղով կամարաձև գծում հոնքերը։ Մի այլ ծիրանափայլ սևադեղով զարդարում են աչքերը, խորշելի գիսակներով ու թանկարժեք ծամկալներով շքեղացնում են գլուխներն ու ոսկյա կամ արծաթյա շղթաներով զարդարում ոտքերը, ձեռքերն ու ականջները, չար ծառայի կերպարանք են տալիս իրենց անձին, պես գունավոր կերպասներով պաճուճում են իրենց ողջ մարմինը և անպատկառ տեսք ստանալով դառնում են դիվանման ի կորուստ իրենց տեսնողների։ Այդպես կործանեց Հերովդեսին ու նրա բազմած իշխաններին Հերովդիայի դիվակերպ դուստրը։ Այդպես զարդարված կինը հայտնապես ասում է Աստծուն. «Ով Աստված, որ բազմած հանգստանում ես երկինքների երկնքում, դու չկարողացար ինձ գեղեցիկ և մարդկանց հաճելի ստեղծել ու զարդարել։ Դրա համար ես ջանացի և հակառակ քեզ արարչագործեցի ու զարդարեցի իմ պատկերն ու անձը։ Ամեն ոք թող իմանա այս, որ կնոջ մտքում եղած չար ու պիղծ խորհուրդները նրա սրտում թաքնված չարիքը տեսնողներին հայտնի են դառնում նրա զգեստից ու տեսքից։ Վայ այն կնոջ սատանայական մտքերին, որն առաջինը սովորեցրեց կանանց զարդարվել, որովհետև սատանան իսկապես խառնվեց նրա մտքին։ Ամեն մի զարդասեր կին կամակատարն է սատանայի և երկսայրի սուր է նրա ձեռքին։ Քանզի տեսնելով կանանց, տղամարդիկ բնականորեն շարժվում են, որովհետև ստեղծված են նրանց արյունից ու անձից։ Յոթնապատիկ խաբվում ու կործանվում են, երբ տեսնում են նրանց արտաքին զարդարանքը։ Ամեն մի այր մեղանչում է, երբ տեսնում է կանանց զարդարանքը։ Աստված այդ մեղքը կիտելու է կնոջ գլխին, որ զարդարվեց ու մեղքով կործանեց տղամարդուն։ Երանելի Վարդան վարդապետ Այգեկցի։